Շնորհակալություն։ Ես արդեն որի-օրդ անգամ այս ամբիոնի մոտենալուց ստիպված եմ լինում կոչ անել, չանցնել կոռեկտության սահմանները, որովհետև Երևանցին մանդատը չի տվել, որպեսզի այստեղ առողջ քննարկումները վերածվի, չգիտեմ, ինչ մի հատ խոսակցության։ Դրա համար սիրելի երևանցիներ ես ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ նաև անդրադառնանք այսօրվա հարցին։ Մեր ժողովրդական խոսքը ասում ասել տեղս էլ որն է ջռում։ Ուրեմն Ժորժ ջան, եթե ամեն ինչ տենց լավ է, ամեն ինչ տենց նորմալ է եղել եւ այլն, ինչու՞մն է անհանգստությունը, սա առնվազն տրամաբանական չի, այդ անհանգստությունը, որը արտահայտվում է ու փաթեթավորված ինչ-որ ձևերով, ուրեմն ներկայացվում է, այս առաջինը, երկրորդը, երբ որ խոսում են իրավապահ համակարգից, ինչ իմաստ ունի ավականում հանձնաժողով, քննող հանձնաժողով անելը, դրանք լրիվ տարբեր ուրեմն կառույցներ եւ տարբեր գործառույթներ ունեն, ավականին ընտրվում է ժողովրդի կողմից եւ ժողովուրդը նրանից ակնկալում է հանրային քաղաքական գնահատականներ ստանալ այս կամ այն երևույթի հանդեպ։ Այս դեպքում կոնկրետ այս արատավոր երևույթի հանդեպ։ Այս իմաստով քննող հանձնաժողովը ես կարծում եմ կունենա իր աշխատանքի վերջում կունենա իր ուրեմն հստակ եզրակացությունը, իր կարծիքը։ Հաջորդը, երբ որ խոսվում է աշխատանքից, չգիտեմ, մանդատա ես իմ գողությունից, ես իմ ինչից Ժորժ ջան, ուզում եմ հիշեցնեմ, որ այս հանձնաժողովը ի սկզբանե 15 անդամից կարող էր կազմված լինել, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ունենում էր 3 անդամ, կոալիցիոն գործընկեր հանրապետություն ֆրակցիան նույնպես ունենում էր 3 անդամ, այսինքն ինչ է ստացվում, 6 անդամ էր ունենում 15 հոգանոց քննող հանձնաժողովից, եթե դուք մասնակցում եք։ Ստեղ նույնպես տրամաբանություն չկա ձեր ուրեմն մասնակցություն կամ կա տրամաբանություն, որի մասին ամեն մեկս մեր ձևով կարող ենք ենթադրել ու մտածել։ Այսինքն, բայց ակնհայտ է, չէ, որ կարող եք մասնակցել, ակտիվ գործունեություն ծավալել եւ այնտեղ ունենայիք հստակ ուրեմն մեծամասնություն եւ տանեիք այդ ձեր ասած արդարափաստարկները եւ այլը բերեք։ Հիմա բուն կոնկրետ հարցին։ Երբ որ մենք խոսում ենք այս կամ այն անհաջողությունից, նախ առաջինը պետության կամ համայնքի անհաջողությունից պետք չի հրճվել, այս մեկ, որովհետև մենք ենք պետությունը, մենք ենք համայնքը եւ անհաջողությունից պետք չի հրճվել, բայց պետք է հասկանալ ինչն է պատճառը այդ անհաջողությունը։ Այդ անհաջողության պատճառը այն է, որ տարիներ շարունակ կերեկվել են պետական ինստիտուտները, պետական գույքը, համայնքային գույքը, խեղվել են ճակատագրերը, խեղվել է այն հնարավորությունները, որը կարող է գեներացնել ավելի մեծ պոտենցիալ ունեցող, չգիտեմ, կրթական համակարգ ունենալու, զինվորական համակարգ ունենալու եւ այլ տարբեր ուրեմն համակարգեր ունենալու։ Մենք հիմա խոսում ենք, շատ կարևոր է դասեր քաղել։ Մենք հիմա խոսում ենք հենց այդ դրա մասին։ Եվ այս քննող հանձնաժողովը առաջերտին հենց այդ դասերը պետքա ճիշտ քաղի եւ ոչ թե օդում խոսենք այս սենսնենց եւ այլն, այլ կոնկրետ փաստարկված, փաստահեն գնահատականներ պետքա տրվի, որը հնարավորություն կտա կերտելու ավելի ուրեմն բարեկեցիկ ապագա։ Խոսքը սրա մասին, այո, մենք պետք է իրողությանը նայենք ուղիղ իրողության աչքերին եւ չխուսափենք տարբեր ինչ-որ փաթեթավորված մանիպուլյատիվ բաներով չշեղենք։ Մենք պետք է ունենանք օբյեկտիվ գնահատականներ, ուրեմն եւ դրա հիման վրա անենք եզրակացություններ ու շարժվենք առաջ։ Կոնկրետ մանկապարտեզների հարցով անցած նիստին ես այդ հարցը տվեցի, բավական իմաստ թող երեխաներ, որ չեն հաճախում, պատճառը հենց այնն է, որ չունենք այդ մանկապարտեզներ, բայց շատ լավ է, որ մեր կառավարի բանտոտ ասում են կառավարումը վատ։ Կառավարումը այնքան լավ է, որ այդ կառավարման արդյունքում ստեղծել ենք հավելյալ խմբեր։ Ամեն նոր վերանորոգվող մանկապարտեզը մտայնությունը այնպիսին է, որ ավելի մեծ լինի եւ պրակտիկայում շատ տեղեր մոտ 1.5 անգամ ավելի մեծականց ուրեմն արկա հնարավորություններն են եղել։ Այսա ճշմարտությունը եւ ճշմարտությունը այո ժողովրդին պետք է լինի հասանելի, մենք դա կդարձնենք հասանելի մեր ամենօրյա քաղաքական գործունեության, մեծ չի որ մենակ քննող հանձնաժողովն ու վերջ։ Այստեղ նստած են քաղաքացիական պայմանագրից 24 հավաքանու անդամ, իրանց ամենօրյա գործունեությամբ, հանրապետություն ֆրակցիայից, ուրեմն նույնպես մեր գործընկերները 8 հոգին նորն։ Այսինքն
այնպես չի, որ կյանքը սկսվում եւ ավարտվում է դրանով, բայց եթե մենք արդարության հետևից ենք գնում, խնդրեմ գայիք մի անայիք, որտեղ 15 հոգանոց խմբում մենք լինելու էինք 6 հոգի ընդամենը։ Շնորհակալություն։